Բարի օր ժողովուրդ ջան, հետևորդներ ջան, լավ մարդիկ ջան, մի խոսքով բարի օր, լավ մարդկանց։ Եվ հուսով եմ, որ իմ YouTube-յան ալիքում հավաքվել է մի այնպիսի բազմություն, համախմբված անիկ, ովքեր շատ բարի են եւ մեծ հաճույքով են դիտում մեր առօրյա վլոգները։ Ձու եմ խաշում, ինձ է ուզել։ Նստենք մի կտոր թեյի հետ, տենց կարագ ջեմ, ձու, հաց, թեյ վայելենք։ Ես էլ մի փոքր առողջական խնդիր ունեմ։ Հիմա կասեք, բայց տեսքը տեղն է, արդեն իմ բնավորությանը դուք ծանոթ եք։ Այնքան է եղել, որ շատ վատ եմ եղել, սրսկվել եմ, սիստեմաներ եմ ընդունել, բայց եկել կանգնել եմ այս տեսախցիկի առաջ ու ժպիտով ասել եմ բարի օր, սիրելի հետևորդներ ջան, բայց իմ ներսում այնքան ցավ է եղել, որ չեք նկատել, չնայած նկատել եք, եղել են դեպքեր, որ ասել են Նազ, աչքերդ մի տեսակ տխուր է, տրամադրությունդ այն չի, մի տեսակ դու չես, այո, բայց դե չեմ կարող ես էլ չներկայացնել ձեզ մեր առօրյա վլոգները։ Վեց բարին հետը ես էլ տեսնեմ այսօր ինչ համեղություններ եմ պատրաստելու երեխաներիս, այսինքն ընտանիքի համար։ Տեսնեմ ինչ արդեն պատվերը տվել են։ Պոնչիկ, պոնչիկ, բայց դե կաթ տեսնեմ, մեր լեզվով ասած դոր ճարեմ։ Դոր ճարեմ, վիրը զանգեմ, չեմ նալ։ Տեսնենք։ Միտեղից կվերցնենք, եթե չլինի, վերջի այն կետը արդեն դա պետական կաթն է, խանութի կաթը։ Թող ձուն եռա, ես էլ այստեղ թեյ կարելի է դնել։ Զույգ աման, ինչու բերեցի, որովհետև ես լցնելու եմ այստեղ ջեմերը, սա ծիրանի ջեմ է, մեկս մի տեսակ ջեմ ենք սիրում, ես էլ սիրում եմ այս հոնի ջեմը։ Երկուսնա շատ համով են, կարելի է այսօր ռուլետ էլ պատրաստել։ Ինչ ես անում եմ։ Հաց եմ կտրում։ Ինչ պատրաստում հիմա չես։ Այո։ Բարի լույս բոլորի ոմեն։ Պատրաստվում ենք, պատրաստվում։ Չայ կդնես։ Դնում եմ, հա, բա ինչ եմ անում։ Եկնենք նազելի Ինչ։ հանգստյան գոտի։ Հա, նազելի։ Անվճար։ Անվճար համեցեք նազելի նազի խոհանով, ծառավոր շուտ համեղություններով ներկայանում ենք։ Էդ ինձ սիրուն կոս արեցիր։ Հա։ Մեր բանը, բայն ջեմը հոնա։ Չեմ սիրում։ Ես էլ հոնն եմ սիրում։ Դրա համար երկու հատ լցրել եմ այս տանձիկի մեջ, երկու տանձեր են կպած իրար, այս ամանը ինքան շատ եմ սիրում, մի հատ էլ ափսե բերեմ, թեյն էլ եղավ, համեցեք։ Հաձուն էլ է պատրաստ և որ համոզվենք եփած է, այսպես ինքը պետք է պտտվի։
Թե չէ կլինի։ Հա, նայ։ Այսպես պիտի պտտվի մերի։ Որ չի պտտվում, ուրեմն չի էփե։ Թեր էփածա, թեր խաշա։ Ու ոնց որ եւ նաեւ ասում էին իլիթմա։ Լավա, չգիտեմ ինչա տենց կոչվել էս էլ ձուն մերի ջան։ Լավա մերի։ Հա, ոնց որ մանկապարտեզը լինե։ Մանկապարտեզս եկել։ Մամկապարտեզ։ Մանկա չէ էլի, մամկա, մամայի պարտեզ։ Մամկապարտեզս եկել։ Նեն փոխի մյով։ Եվ ես մոռացա, որ այնստեղ ունեմ հոնի մուրաբա։ Պատարակախ։ Ես էլ առանց շաքարավազի, բայց պետք է մուրաբայով խմեմ։ Զատիկը ապրել է 5-ին, հա։ Հա։ Ձուն մաքրում այն ու հիշեցի։ Ոնց որ տարի երբ էր։ Չեմ հիշում։ Մարտի 20-ին։ 20-ին, թե 28-ին։ 20-ին։ Հա։ Ուտել ոնց որ։ Դες էլ մի քանի օր էսյան էի անել, միշտ փոփոխական է այդ գառնազատիկը։ Ահա, եւ վերջ, կերանք բրծանք հավաքեմ։ Մամա սապրես, մի զգացի ինչպես մանկապարտեզ։ Մամա պարտեզում, մամկա պարտեզում մերի։ Մասուրի օղին արդեն պատրաստ է եւ ես պետք է լցնեմ այս տարայի մեջ։ Գաթիլի կորուս չտանք, սիրելի հետևորդներ, գաթիլի կորուս չտանք։ Ոյ, գաթիլի կորուս չտամ, մեկ գաթիլի համար էլ շատ տանջվել եմ։ Գարունը բացվեց, սիրելի հետևորդներ, ես Էլի գնալու եմ դաշտ մասուր հավաքելու, ասել եմ, չէ, որ մասուրը ամենահարմարը այդ գարնանն է, որ լրիվ տերևները թափված է լինում, մասուրն էլ պատրաստի չորացած է լինում, գնալու եմ բերեմ, որ էլի օղի թորեմ։ Եվ այս օղին նաև ինչու չէ տնական օղի է, ուզողները շատ, ես հաստատ կվաճառեմ։ Ահա, ես էլ այսպես, բայց դե ասել եմ, չէ, կաթիլի կորուստ պիտի չտանք, կաթիլի կորուստ։ Ահա։ Այս օղին թող լինի ուրախ առիթների համար, կնունկ, ծնունդ, հարսանիք, քեֆ, ուրախություն եւ բարեմաղթանքների, հաջողությունների կենաց խմբի։ Եմ ուրախանում, որ ստեղծում եմ հետաքրքիր համեր գույներ, իրոք շատ լավն է։ Օղիներ կան, որոնք մի քիչ բարձր են իրանց գնի առումով, որովհետև գիտեք, ինչքան թանկ է լինում, դժվար է լինում, հազվագյուտ է լինում, նիրքը հատապտուղ է, այնքան օղին թանկ է լինում։ Սա էլ իմ թանկանոց օղիներից է։ Հեսա գիտեմ շատերը կգրեն, կհարցնեն, կասեն նազ ունես վաճառքի այս հրաշքողուց, մեկ-մեկ վաճառում եմ, մեկ-մեկ, բայց հեսա գարունը տաքերը ընկավ, ես գնալու եմ մասուր հավաքեմ, անպայման, ու երևի թե մի քանի լիտր էլ կթորեմ, կվաճառեմ, իմ աշխատանքն է, են մեկ-մեկ գրում են, բայ կինո օղի է թորում, այո թորում է, և այսպիսի լավ, ընտիր գույն ու համեր է ստանում։ Ես ուրախանում եմ իմ աշխատանքի արդյունքներով։ Չմտածեք, որ ամբողջ օրը խմում ենք, խմացման են գալի, ոչ, տուն է, թող լինի, հյուր է գալի, հյուրասիրում ես, մի տեղ ես գնում, հետը տանում ես։ Հիմա տնական պատրաստած ամեն ինչին մեծ տեղ են տալիս, գնահատական ունի, մեծ հավանության է արժանանում, մանավանդ որ ընտիր է։ Չգիտեմ, երբևիցե ովքեր են փորձել մասուրի օղի, շատ լավն է։ Ներ ստանում եմ նաև
խոտաբույսերից, բուժիչ այդ խոտաբույսերից, ուղցից, դաղցից, մի խոսքով սիրում եմ նման բան անել, ժամանակս գիտեք երկար չի, ժամանակս իմ օրվա գրաֆիկը ժամանակը շատ խիտ հագեցած է ամեն տեսակի աշխատանքներով, բայց ես ժամանակ գտնում եմ տարբեր բաներով զբաղվել։ Սա էլ սիրելի հետևորդներ, այսօր չեմ ուզում իրոք խմել, մի օր ես այս լավ ուղիով կխմեմ ձեր կենացը անպայման։ Հիմա չեմ կարող, ղեկի վրա եմ, իհարկե կատակի ես ուր մեքենա վարելն ուր։ Ես այս տարի մեծ ոգևորությամբ պետք է զբաղվեմ թե օղիների, թե խոտաբույսերի, թե ջրերի, թե համեմունքների, ամեն ինչի տենց չորացնելով վաճառքով, այնպես որ երբ սեզոնը բացվի, ես բերեմ ներկայացնեմ, ինձ կարող եք գրել, օղու համար էլ կարող եք գրել, մի դիրսը էլ այսպես, թող սա մի քիչ մնա մեջը, էլի մուկ գույն ստանա, ոյ, ես ասել էի, չէ, մի կաթիլ պետք է չթողեմ, վերջ, այ հիմա վերջ, եկավ պահը, որ ես պատրաստեմ պոնչիկ, փքաբլիթներ, այն երկար սպասված պոնչիկները, որ այդքան երեխեքա ասում են, ու մերին ամեն անգամ երբ եկել է, հարմար չի եղել, որ պատրաստեմ, հիմա քանի որ տանն է, ես էլ ժամանակ ունեմ կպատրաստեմ, ճիշտ է մի քիչ երկար գործընթաց է, բայց քաղցր ու համեղ գործընթաց է, եկեք միասին պատրաստենք, դուք էլ բաղադրատոմսը կպահպանեք ու կպատրաստեք, շատ հեշտ է։ Երկու բաժակ գոլ կաթ է և ավելացնում եմ դրոշ, մեկ ճաշի գթալ, թեթև փոքր էլ ճաշի գթալը, 4, հիշեք, բաղադրատոմսը այնպես եմ ասում, որ պարզ լինի, 4 ճաշի գթալ պեսոկ, 2, 3 և 4, սա այսպես, մի փոքր վանիլ լցրեցի, սա հարում է, հերթականությունը չխախտեք, ամենակարևորը սիրելի հետևորդներ, այս հերթականությունից է կախված, թե պոնչիկները ինչպես կստացվեն, կուռեն, կփքվեն, ճիշտ պետք է պատրաստենք, ահա սա խառնեցինք և հիմա ավելացնում ենք, լսեք, 2 բաժակ ալյուր, մեկն էլ կլցնեմ, նոր մի անգամից կխառնեմ, վերցնեմ չթափի, ալյուրը չենք տանում, որովհետև էլի է պետք գալու, բայց առայժմ 2 բաժակ ենք լցնում ու սկսում ենք արագ խառնել, շատ ընտիր բաղադրատոմս է, ես էլի եմ շուտ պատրաստել ու ասեմ, որ ընտիր է լինում, ընտիր, հիմա տեսեք ինչ եմ անում, վերցնում եմ 2 ձու, կոտրում ու ավելացնում, 1, 2 ձուն էլ արագ խառնում ենք, հետաքրքիր բաղադրատոմս է սա,
Նաև խմորի լավ լինելը կախված է դրոժից։ Դրոժը, որ ակտիվ է ավելի լինում, այն ոնց ասած ժամկետի մեջ է լինում, ավելի լավ է լինում։ 4 ճաշի գթալ, այս նույն գթալով 4 հատ բուսայուղ։ Վերջ։ Սա էլ խառնեցինք, արդեն այստեղ քիչ-քիչ ենք ավելացնում, ալյուրը խառնելով որոշում ենք ավելացնել, թե ոչ։ Ինքը պետք է լինի գրտնակվող խմոր, գրտնակելու եմ։ Պոնչիկը ձեռքով չենք անում և գթալով մի հատ այսպես հարելով կլորիկ գունդ ենք ստանում, ջրիկությունն էլ այս ոնց ասեմ, այս պեսքի, ու այլևս ձեռք չենք կպցնում, այսպես թողում ենք, հիմա ես մի հատ ցելոֆանով կփակեմ, հետո մի հատ լավ ծածկոցով կփակեմ ու ձեռք չեմ տալի, մատով էլ այսպես չպետք է սխմենք, ինքը հենց ուռի, աման է լցվի, նոր մեկ անգամ կհունցենք, որ ինքը տաքությունը ապահովի ու երեսն էլ չչորանա, այսպես կապում եմ և հեսա բերեմ, մի հատ լավ փակեմ, մեկը չէ, երկուսը չէ, այն էլ 3 սրբիչով, ամանի այսպես 3 սրբիչով փակենք, թող մնա երևի մի ժամից արդեն ինքը կհասունանա։ Այս անգամվա ուտելիքը տապակած կարտոֆիլն է, կարտոշկի ժարիտ եմ անում, որոշեցինք մի հատ ժարիտ ուտենք, երեկոյան էլ կմտածենք, կացան հանել էի, որ ճաշետ էի, մի հատ խառնեմ ու փակեմ։ Այս մի տապակի մեջ էլ բուսայուղ լցնեմ, կոտլետ տապակեմ։ Վարունգ, մարինատները գոնե ուտեմ։ Հա, Աշոտ։ Ո՞վ։ Ինչ է սեփ է գալիս եմ տուն։ Արի, ամեն ինչ էլ կա, Աստծուն փառք։ Պոնչիկն էլ հեսա կսարքեմ։ Ցեմ։ Մնացել է շուշան, կաշան։ Պահածոյացված սալատ, հա։ Հենց ժարիտի բանի հետ հավեսին ուտում ենք։ Ասա բա որ հավեսին ուտում եք, ինչա այդքան մնացել, հա, որովհետև շատ եմ փակել, շատ։ Ժարիտին աղ ու մի հատ լավ խառնեմ։ Բանը մեջ էր։ Այդ վապեց։ Բանի։ Ես չվարվեցի, կատլետը չի վարվել, բայց լավ կարմրել է։ Լավ եղավ, էս ալիլիքն է հասնի, հաց ուտենք։ Եկեք, թողնենք։
Ես էլ անջատենք։ Հրավիրում ենք հաց ուտելու։ Հրավիրատոմսերը բաժանում եմ։ Կարող եք գալ Լիլիթը։ Ահա, ես էլ մեր ուտելիքները։ Սիրելի հետևորդներ, ահագին ժամանակ է անցել եւ բացում ենք միասին խմորը։ Ինչ փակել եմ, ձեռք չեմ տվել։ Տեսեք, ինքն ուռել, հասունացել, անցել կապել եմ։ Հիմա մի ժամ պիտի ես չարչարվեմ։ Ահա, չեմ բացել, ձեռք չեմ տվել ու առաջին անգամ ձեր ներկայությամբ բացում ենք պոնչիկի խմորը։ Տեսեք ինչ լավ եղել է, այս հենց պետք է լինի, որ ուռի լցվի, մեկ անգամ եւս հոնցում եմ, տեսեք, այսպես վրա ենք բերում, սա նորից արագ ինքը լինելու է, մինչև ես կրեմը կսարքեմ, սա արդեն կլինի, կգրտնակվի, Սա արդեն պատրաստի ինտիր խմորն է, այսով սողոս կեց այստեղ, պոնչիկը գայր տենայր ոնց էր խմորը ուռի, ասում ես չի լինի, լավ չի լինի, ահա, և մերիս եկավ կրեմը պատրաստի, հա մերի, ահա, այսի թող մնա, նորից փակեմ ու կրեմը սարքեմ, հեսա կմնի արդեն, Եկել է պոստերը ստուգի։ Պոստերը ստուգել ես, թշնամի չկա, գնա։ Հա, սարքելու ժամանակ կգաք։ Ուտելու, սարքելու, թող մնա, և ջրով եմ պատրաստում, գոլ ջուր, 200 գրամ է, բաժակ ու կես շաքարավազ եմ լցնում, գոլ ջրին, 1 բաժակ, կաթով չեմ սարքում, միշտ էլ ես ջրով եմ սարքել, իհարկե դուք կարող եք կաթով սարքել, ահա, ես էլ սենց, բաժակ ու կես, դրա դարդով այո տապակվում եմ, ու աշոտ կեթաս կամպոտ բերես պատվալից և սիրելի հետևորդներ, այդ նույն բաժակով էլ, որ շաքարավազը լցրեցի, մեզ կոֆե, նույն բաժակով էլ ալյուր եմ լցնում, նույն բաժակով, հա, եկակ, գործից խպեք, չէ, օշոտ, պիտի դնեմ, այն մյուսի վրա դիր, ան, բայց կամաց կան, լավ ես ես իստեղ կանեմ, վայ, եկան խանգարին է, ինչ գործում ես ստեղ աղջը, գնա դու, կեսուր հանգստի թորնա, գնա հա, դե դուք էլ պոնչիկները սարքեք, կոնման պոնչիկ եմ թխում, պոնչիկ թշերով, Պոնչիկ եք թող է, թող լուծվի, ջուրն էլ գոլ է և ալյուրն եմ լցնում ու մաղում, մակ ասեք ես ինչ է, եկան ես թարս պահին չեն թողում մարդ աշխատի, պոնչիկ, հայ պոնչիկ, հլը թխեմ մի կերեք, ես ձեզ պոնչիկ կասեմ, զարկաս տվող է ուտի, ով է զակազ է, մերին, մի պահեսի անջատենք, կրակը մարման դանդաղ լինի ու խառնենք անդադ, ենքան համեղ կրեմ ա լինում, Ինչ բաղասիր, մարմանդ, ես ջազվային ուշադիր եղես, bez звука հլնում թապում, և պետք է անդադ խառնենք, որ տակը չկպնի, Ինչ ներվայն աստեմ կեզ, գնե անդե քանի մե գթալ չես կես,
Ոչինչ, այնքան նուրբ ես պահե կլնի էլ։ Քորա գալիս, սաղ գիշեր քորա։ Կրեմ քսի։ Ինչա։ Մերին կանչի, որ գա կոֆե խմի։ Մերի։ Աշոտ մի բաժակ ջուր բացի թո սառը ջուր տուր։ Ինչ ես անում։ Հե՞։ Հե՞։ Աշոտ, ինձի մի լցրու էլի։ Ինչ, կոֆե, հե՞։ Ամ չես խմում։ Պոնչիկ եմ սարքում։ Ես թողիմ չխառնիմ հետ չալնելու։ Բերեմ, դնեմ ստե, թևը սնդե ցաված։ Ու խառնենք։ Վերջում էլ վանիլ ենք ավելացնում։ Հենց կրեմին համովություն այդ համը բերում ա տեղը վանիլը։ Վերջում կլցնենք։ Պարնենք է, սա ինքը աստիճանաբար կտաքանա, կեռա ու կպնդանա։ Ոչ շատ ջրիկ, ոչ շատ պինդ կրեմ։ Ահա տեսեք ինքը պնդացավ, բայց պետքա որ մի քիչ էլ պնդանա։ Ինչու ենք խառնում, եթե թողնենք տակը կպնելու է եւ հետո խառնենք, գնդվի, տենց կարիճնվի, եսի մինչեր երևա, վառածի հետքերը, այսինքն երևա։ Դրա համար ավելի լավ է թևիքերս ցավա, թևներս ցավա, քան այդ իմ աշխատանքը փչանա անգնի ջուրը։ Անպայման կացան պետք է մալերովնի լինի։ Մոռացել էի ասեի, մալերովնի կացա պետք է լինի, այլումինա այն մեկը ինչի, սա լավ ավելի։ Վանելին է լցնում, մի լավ վանելին եմ լցնում, որ պոնչիկի բույրը հենց վանելինի մեջ է, վանիլային կրեմ ենք սարքում։ Կարևորը որ ստացվեց ընտիր, մի հատ նայեք, ինչ լավն է։ Սառի էլ ավելի լավն է լինելու, փայլուն, սիրուն, համնել գերազանց, այս չափաբաժինը հենց ընտիր է։ Թեքվեցի այս կողմ, տեսեք նորից խմորը ինչ եղավ, հասունացավ, բայց այստեղ ես չեմ աշխատելու, գնում ենք էլ մի սեղանի վրա։ Սեղանում մի լավ ալյուր եմ անում, բամ, նայեք ինչ խմոր է, և այս խմորը լցնում եմ այստեղ։ Ինչ ես անում։ Ահա, այս էլ այս գունդը։ Տեսնում եք, չէ ինչ գունդա, ես էլ տենց էլ չեմ գնդում, մի հատ լավ ալյուր ենք լցնում, ինչու, որովհետև մեծ պետք է գրտնակ ենք, շատ մեծ։ Դե, իմ փափուկով էսին խմորա իրան բացվում է։ Սինիներ։ Որ կտրածները շարեմ վրաներ եմ պատրաստի պահեմ։ Իմ պոնչիկի բաղադրատոմսը հետևյալն է։ Ես մեկ այսպես մեծ գունդ եմ անում ու բացում։ Ճտճտում է խմորը այնքան
լավ է հասունացել, ահա։ Հեշտ տարբերակ է այս ձևով։ Հեշտ տարբերակ։ Այսպես մի հատ հարմար չափը մենք ենք որոշում, մեծ պոնչիկներ վերցնում ենք մեծ շրջանակով, տենց բաժակ։ Ես սա եմ վերցրել հարմարը ու հերթով կտրում ենք։ Ահա, շրջանակները եւ շրջանակները տեղափոխում այստեղ, այս կողմի վրա դնեմ սինի մեջ։ Ակրկիրը կարող է շատերը սենց եք սարքում, շատերի համար նորություն, չէ, կասեք եսիս ձևա հետաքրքրեց, դրում եմ ու մի անգամից գնում եմ թխելու, արագ էլ թխվում է, թխվելու պրոցեսը լավ է, արագ է լինում։ Այս խմորն էլ հավաքում եմ ու նորից գնդում եմ, նորից եմ գրտնակում, լինում է, բան չի ասում, ես մի քանի հատ է ստե թողեմ, երեկվանից այդ կտրելու մեջ եմ, կքաբլիտների, իրանք թխեմ, այսի արդեն կուրիկ եմ տեսնեմ, ինչ է, թվում է լավ է, ու բերեմ սկսեմ, սիրելի հետևորդներ, ամեն ինչ պատրաստ է, այստեղ բուսայուղն է, որ արդեն տաք է, մի փոքր կտոր գցել էի մեջը, և ինչ եմ անում, այստեղ անձեռոցիկներով ամանն է, որ հանեմ, հիմա դեսի արդեն էլ կարևոր չի, կարևորը որ տեսանք, և գնում ենք պոնչիկներ թխելու, մերի սպասված, սիրված պոնչիկները, գցում եմ։ Մի 4 սաղատ մի անգամից գցում եմ, մեր հլում իրոպը, նայեք, հիմա այստեղ առաջիննա մի քիչ են չի, մի քիչ բուսայուղ ենք լցնում, իրանք ուռում, խմփլիկ անում են, հեսա, որ ձեթը տաքացավ, ավելի լավ կլինի, ենքան լավ պոնչիկներ է լինում, նայեք, հելի ինքն իրան կլորակ ուռում են ու այսպես ուռած էլ մնում են, շատ լավն է, այս բաղադրատոմսով պոնչիկները, սենց մեծ անում են, ես Գյումրիում եմ տեսել, մեծ ուռած պոնչիկներ, որ պոնչիկ, հա, մենակ դատար կա մեջը, բայց ուռած էլ մնում է, այն որ ուտում ես, տենց էլ վանա, հլը բեր մոտիկ մերի թող տենան մեր հետևորդները, որ իչքան լավ պոնչիկներ է, պոնչիկ-մոնչիկներ, թող լավ կարմերի, չէ, այս պոնչիկներից էիր ուզում, մամա հատխի, մաման է, դե ոնց կարա հլու հնազան ծառան, խոնար ծառան, չենթարկվի, չթխի, ինչ պոնչիկներ են, նորից, գնաց, գործողությունը շարունակվում է, մենակ գցելուց պիտի տենց չշփացնենք բուսայուղի մեջ, չէ կվառվենք, ինքն իրանց հեսա կուռեն ու կփքվեն, կբարձրանան, նույնիսկ շուռ են գալիս, Ոյ, լավն են, չէ, բա,
Կերած խմած պոնչիկները վերջանում են։ Անեք սրանց։ Դինենց անես, որ կողը կուշն է կարմրի։ Չեն բան անում է։ Չեն մնում։ Գնդակը։ Գնդակ են, գնդակ, սիրելի հետևորդներ։ Թխվելու պրոցեսը շատ արագ է։ Մեջը տարբեր միջոցներ կարողանում։ Հա, բայց ես կրեմ եմ արել, կրեմով։ Էփովի կրեմ, սա կրեմը մինչև սրանք լինեն։ Սարքել է։ Հա, բան չեմ արել, սրանք թխեմ, այնի արդեն կլինի։ Հա, այսօր սա օրը ամպեց, արևեց, խառը եղանակ ա եղել։ Բայց մի պահ արև դուրս եկավ։ Մինչև սրանք կլինեն, ես ես մի քանի հատը վերցնեմ գամ։ Լովն են, չէ։ Նայեք ինչ կլորակ են է, կլորակ գնդակներ հանենք արդեն։ Ահա, չվարվեն։ Չեմ ուզում իրար վրա լցնել, որ շատ բուսայող չլինի։ Որ կոմ։ Լավ պոնչիկներ եղավ։ Հա, մեր ջան մի հատ սինին է բեր։ Թորի անեմ։ Ստորի էսա որ լցնենք, փոշից հանենք նոր, հիմա մի քիչ տգեղ են։ Ասա էսա տգեղը։ Հա? Շատ է սիրուն։ Սրանք էլ լցնեմ, հələ մի հատ է գունդ կա։ Լավ դեսի երիքա։ Բայց սրանք ինչ անեմ։ Թխենք այն բլոգերների նման հլնենք բանը բաժանենք։ Հլնեմ ամառել չի հլնեմ շենքի երեխեքին բաժանեմ։ Իզիշ լավ են ուրում։ Էտի։ Իզիշ լավ են ուրում։ Վայ, 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 վայ։ Հոպ, նանինայ, նինայ, հովա երկում, հոպ, նանինայ, նինայ, ես ինչ համով, պոնչիկներ են, վայ, չուտողին, ամալյային կանչենք պոնչիկ ուտի թխենք պրծնենք, չէ մերի։ Ես եմ եկեմ արել։ Ամալյայից կանչեմ պոնչիկ ուտելու էսա թխեմ պրծնեմ, ասեմ արի, բոլա աշխատես, շատ աշխատողին շալը շապիկ, գոնե արի մի քիչ պոնչիկ կեր, շոքից մահացանք, էսի բացենք բան կլինի, ես գունդնել եղով, ես ինչ ընտիր խմորա, ես պետք է այն էլ բացեմ, որ մեկն անեմ, ես իմ բնավորությունը այդպիսին է, որ ես գործ եմ անում, մինչև վերջ ես պետք է անեմ, սիրում եմ, որ ես անեմ, էսի դնենք այստեղ, ընտիրությունը, սա մերին հանձեռոցիկներ վերեց, գնդակ, ոյ, վարեցի, որ վարում եք, արդեն դառնահամ է լինում, արդեն, ու փմփլիկ պոնչիկները, արդեն ալյուրն էլ է վարվում, ինչպես են ուրճում,
Հոպնա նինայ, նինայ, հոպնա նինայ, նինայ, հոպնա նինայ, նինայ, օհո, ով է թխել այսպիսի պոնչիկներ, համեղ պոնչիկներ, մերի պատվին, ես էլ թխում ես ամբողջ, վրայիցը ձեթի հոտ ա գալի, համերգություն ներ մի հատ ես արակ գրտնակեմ կտրեմ ու հետ է թխեմ են կողքինները արդեն ինչ եմ անելու ճճտում է խմորը կողքինները հենց այնպես կգցեմ հանում ենք ու շաքարավազով լցնում ենք շաքարավազ վրան ուտում ենք համով ա լինում մի քանի հատ էսի կլինի գործս կանգնեց ոչ տեսեք համարյա խմորն էլ չի ավելանում այդ մի քանի հատնա այն էլ այդպես գցում եմ վերջում ձեթի մեջ ընտիր նայեք հետևորդներ ջան ինչ լավն են ընտիր երկար սպասված պոնչիկները երեխաների կողմից Աշոտն էլ տեղ գնաց նմանեցրել եմ կենդանիների Այս էլ սենց տեսեք ինչեր եղավ Են որ պուճուրիկ կտորներին էլ ափսոս ես գալի տանջանք սա այստեղ մի լավ մեծ աման նայեք և մեկն էլ այստեղ ահա դե հիմա մաքրեմ ու անցնեմ կրեմը լցնեմ ինչ համեղա Թեք պատկերացնի ինչքան համեղ է, ընտիր պոնչիկներ, ինչքան լավն է, շատ ընտիր է, ու միշտ ես մկրատով կողքից կտրել եմ ու փոքրիկ գթալով լցրել եմ, բայց այս անգամ կլցնեմ սրա մեջ ու կծակեմ կլցնեմ կհեշտացնեմ, մի հատ նայեք էլի Նազո ջան, քիչ լցրում, փորձանք չբերի, դե չի բերի, ինձ թվում է էսի լավ էլ հեշտ տարբերակ է, քանց թե կարելի է մի հատ էլ այդ սպրիշներից պատվիրել և լցնում սրսկում եմ պոնչիկների Ոյ կտաս մի հատ ես էլ սրսկում կայնի բացեն իհարկե արի սենց սխմի լավ Ուռում է համել Համով է, մորալ ես Մորալ է Լցնենք էլի Տարբերակին, հա
Ահագինի շատ կա։ Ամեն մեկին մի տես թեյի գտալ լցրել եմ, որովհետև այդ պոնչիկները փոքր են։ Այն որ այսքան ճշգրտությամբ ճիշտ, իրոք որ այս չափաբաժնի կրեմը համապատասխանում է այս չափաբաժնի պոնչիկներին։ Ու վերջի կրեմն էլ այսպես այս մեկի մեջ։ Կարծում եմ սա գերազանց աշխատանք էր։ Իմ կողմից հաշվարկված գերազանց աշխատանք, ահա։ Եվ սովորենք, չէ, դուք էլ արած կլինեք, ես կողքիններից պոկում եմ, կացան մի հատ այսպես կրեմով սրբում։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում կացային, տեսեք, որ մի հատ չի կպել տակը, այսպես պետք է լինի։ Եվ այստեղ են ասել պոնչիկ է, որ մատերդ էլ հետը կուտես։ Շաքարի փոշի էլ ստանամ, վերջնական պահն է և ամենալավ պահն է, որ պոնչիկների վրա ալյուր ենք քաղցր ցանում։ Նայեք, նայեք երեխեք ջան, տեսեք ձեր մաման, որ ասում է շեդևր, իսկական ստեղծագործություն է, լավն է, Անավանդ, որ սաղ ստեղծի, դաժը շաքարի ան դու սարքես խանութներին է, ինչի, Ոյ, քո համար սա խանութներին է ինչի, հա, Ոյ, դուք է պատրաստին եք, չէ սիրում, չչարչարվեք, Հա, բա, եթե կա սարքածը, խի պետք է չարչարես քեզ։ չչարչարվեք և ուտեք այս համեղ պոնչիկները։ Կանոցա, պոնչիկ չեմ սարքե, պոնչիկանոցա ստե։ Բա տենում ես, ասում էր խմորը լավ չի լինի, Այս ինչ համով ամա։ բերանիտ մեջ հալվում է, հիմա ասա, որ պոնչիկներն է լավ, իմ պոնչիկ սարքած, թե որ պատվիրում են, ամեն մեկը վերցեց, գնաց, իսկական։ Համեցեք պոնչիկ ուտելու սիրելի հետևորդներ, չմոռանաք այս համեղ պոնչիկների համար լայքեք ու բաժանորդագրվեք, սպասում եմ ձեր լայքերին և ես էլ Ամալիային կանչեմ կոֆե խմելու, լավ եղեք, բարի գիշեր բոլորիդ սիրելի հետևորդներ։ Ինքան հոմու ոչ, ուծնս չէի սորքե հլը։ Ահա, Ամալիաս եկավ պոնչիկ ուտելու։ Չայ դնեմ խմենք։ Ինչի։ Մենակ ճիշտն ասա, համովա էլ է։ Համովա, շատ համովա, ապրես։ Փափուկ, թեթև, ես էլ հոտից կշտացա։ Ես ինքան թիմ սիրալ պոնչիկ է։ Ինչի։ Ես որ թխում ես շատ է ելնում։ Կարե, եսի երկու բաժակ կաթով եմ արել։ Բաժակով անես կեսը կլնի էլի։ Մերին համամա թխի։ Ես չեմ թխել տարին, հա, բապշե։ Չես թխել։ Կեր Ամալիա, մի հատ է կեր։ Հաշված չի կեր։ Էդ էլ տենց։ Բայց համով։ Հավանեց Ամալիան և ձեզ ասում ենք բարի գիշեր։ Լավ մնացեք։